2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև օրս մասնավոր մեղադրանքով վարույթի շրջանակում 25 քրեական հայց է ներկայացվել դատարան։ Ըստ դատական դեպարտամենտի հայտնած տվյալների 25-ից 3-ով կայացվել է վարույթը վերսկսելու մասին որոշում, 20-ով վարույթը սկսել է մերժելու, 2-ը վերադարձվել է թերությունները շտկելու եւ կրկին ներկայացնելու համար։ Իսկ ինչ է մասնավոր մեղադրանքը։ Այս ինստիտուտը ներմուծվեց 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքով, բայց փաստացի կիրառվեց 2 տարի անց դեկտեմբերին, երբ այս մեղադրանքով վարույթը իրականացնելու իրավասություն ունեցող դատավորները ստանձնեցին իրենց պաշտոնները։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է 25 հանցակազմեր, որոնց դեպքում քրեական հետապնդումը հնարավոր է միայն մասնավոր կարգով։ Մյուսներն իրականացվում են հանրային կարգով։ Առողջության դեմ ուղղված հանցագործությունները 7-ն են, կյանք եւ առողջությունը վտանգող հանցագործությունները 3-ը, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված 2 հանցագործություններ, մարդու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված 2 հանցագործություններ, հափշտակությունների 5 տեսակներ, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների 6 տեսակներ։ Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից, այսինքն ենթադրյալ հանցանքից տուժած անձն է քրեական հայց ներկայացնում դատարան։ Այս հանցագործություններով միջդատական վարույթ իրականացվում է բացառապես այն դեպքերում, եթե հանցագործությունից տուժած անձի համար հայտնի չէ, թե ով է հանցանք կատարող անձը եւ քրեական միջդատական վարույթը իրականացվում է բացառապես նշված անձին հայտնաբերելու նպատակով։ Անձին հայտնաբերելուց հետո վարույթը կարճվում է եւ հանցանք կատարած անձի վերաբերյալ բոլոր նյութերը տրամադրվում են տուժողին, որն էլ մասնավոր կարգով հայց է ներկայացնում դատարան։ Ստացվում է, եթե հանրային մեղադրանքով հանրային մեղադրողն է դատանում պաշտպանում մեղադրանքը, ապա մասնավոր մեղադրանքով այս գործառույթն իրականացնելու է հանցագործությունից տուժած քաղաքացին։ Ընդ որում օրենսդիրը նախատեսել է, որ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։